Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Սյունիքում կորած անչափահասներին դեռ չեն գտել, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2 բնակիչ մոլորվել ու հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Ջանգիրյանը եւ Անդրեյ Գյագունցն այս գիշեր ժամը 1:20-ի սահմաններում մոլորվել են Արավուզ գյուղի հարակից հատվածում ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Տեղ համայնքի բնակիչները պատմել են, որ տղաները ձիերը նստել են հանդից անասուններին բերելու համար։ Արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։ ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռնարկում են միջոցներ տղաների գտնվելու վայրը պարզելու եւ անվտանգ վերադարձնելու համար։ Ռուսաստանի ու Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա, Երևանում հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահը։ Ավելի վաղ Վալենտինա Մատվիենկոն առանձնազրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, հետո էլ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի հետ հանդիպումը նախատեսվածից երկար է տևել։ Նիկոլ Փաշինյանին եմ փոխանցել Ռուսաստանի նախագահի ողջույնը։ Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները միշտ եղել եւ մնում են կառուցողական եւ որևէ խնդիր չկա։ Ամենաբարդ իրավիճակներում փոխհամաձայնության են հասել ու անհրաժեշտ լուծում գտել։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առավոտից սաղմոսներ հրապարակել, այսօր հրապարակել է մի հատված Հովհաննես Օձնեցու կանոնագիր քայոցից, որը վերաբերում է կուսակրոնությանը։ Մի քանի ժամ անց շարունակել է, թե ինչի մասին է խոսում Գարեգին Բ-ի լրությունը, իր հոտը սպասում է նրա հրապարակային պարզաբանմանը կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ ունենալու վերաբերյալ։ Փաշինյանի դիտարկմամբ լռել նշանակում է համաձայնվել եւ յուր անձը դուրս դնել վեհարանից։ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի նախաձեռնած կրթվելը նորաձև է, արշավն իրականացվում է պետբյուջեի հաշվին։ Խորհրդարանում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է հայտարարել բյուջե 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ։ Արայիկ Հարությունյանը ճեպազրույցում խոսել է նաեւ հոգեվորականների դեմ արշավի թիրախավորված սրբազանների մասին։ Եկեղեցի պետություն հարաբերությունները նոր սահմանադրության տեքստում վերանայելու հարց այս պահին չի քննարկվում։ Ավելի ուշ հայտարարել է Սրբուհի Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են նույն ինստիտուտի եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ եւ հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ։ Արդյոք վարչապետի բարձրացած հարցերը ստանալու են իրենց պատասխանները, դրական թե բացասական, այո կամ ոչ։ Վարչապետի ընտանիքի հայտարարությունները ինչ ընթացք են ստացել։ Պատասխանը ինչ ընթացք են ստացել։ 2024 թվականի հարցերին պատասխանել։ Ես հանձնեմ ոներ։ Նիկոլ Փաշինյանի տիկինը հայտարարում է, որ հոգեվորականները մամրապահությամբ են զբաղված։ Իրոք է հենց։ Իսկ դուք որպես իրավապահ առանցքային Ջանից հարց ունեք։ Չէ, մենք անվաշան մի միջամտել։ Շնորհակալ եմ ձեզանից, կներեք։ Արդյոք վարույթ հարուցվել է Փաշինյանի հոգևոր դասին ուղղված վիրավորումների հետ կապված։ Նախ դիմումը մենք ստացել ենք չորեքշաբթի օրը, այսինքն դեռ ժամկետ ունենք քննարկման համար։ Դիմում ներկայացված առերևույթ խախտումներից մեկով մենք արդեն իսկ հարուցել էինք վարույթ-սեփական նախաձեռնությամբ։ Մյուս քննության առարկաները, մյուս խնդիրները առերևույթ, որ ներկայացվել էին դիմումով, դեռևս քննության փուլում են եւ ենթադրում եմ երկուշաբթի օրը մենք արդեն կունենանք որոշում այդ մասով։ Դոնալդ Թրամփը հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից բյուջետային օրինագծի հարցում նա աշխարհի ամենահարուստ մարդուն խելագար է անվանել։ Մասկը հակադարձել է ու նշել, որ առանց իրեն Թրամփը կպարտվեր ընտրություններում։ Axios-ը գրում է, որ Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան $1 միլիարդ կորցնել Մասկի հետ վեճի պատճառով։ Մասկը Թրամփի հետ վեճի հետևանքով մեկ օրում գրեթե $34 միլիարդ է կորցրել։ Ռուսաստանում տղան նետվել է մեքենայի տակ փախչելով շնից, դպրոցականը կոտրվածքներ է ստացել։ Ոստիկանությունը հայտնել է, որ շանը բռնել եւ քնեցրել են, քանի որ կենդանին ագրեսիվ է եղել։
Օմսկի մարզում մեքենան մխրճվել է մանկապարտեզի ցանկապատի մեջ և թռչելով հայտնվել շենքի մեջ։ Բարեբախտաբար տարածքում երեխաներ չեն եղել, նախնական վարկածով վարորդի ինքնազգացողությունը վատացել է ու տեղի է ունեցել վթար։ Անգլիայի պրեմիեր լիգայի նախկին մրցավար Դեվիդ Կուտը, որը պաշտոնից հեռացվել էր արգելված նյութեր օգտագործելու հետ կապված սկանդալից հետո, այժմ աշխատում է առաքման ծառայությունում։ Նա նշել է, որ ցանկանում է առաջ շարժվել և վերականգնել պատասխանատվության զգացումը։ ԱՄՆ-ում ինժեներները էլեկտրոնային դաջվածք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է հետևել մտավոր ծանրաբեռնվածության մակարդակին։ Ըստ Տեխասի համալսարանի գիտնականների դաջվածքը թույլ է տալիս վերահսկել բարձր ռիսկային աշխատատեղերում մարդկանց ուղեղի աշխատանքն ու պարզել կարճ դադար վերցնելու ժամանակը։ Սա առաջին հերթին վերաբերում է դիսպեչերներին և բեռնատարների վարորդներին։ Ղազախստանի երկնքում վառ բռնկումներ են եղել, դրանց առաջացման պատճառն անհայտ է։ Ոմանք ենթադրում են, որ բռնկման պատճառ կարող է լինել երկնաքարը, մյուսներն էլ դիտարկում են հրթիռի կամ թռչող օբյեկտի բեկորների վարկածը։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված վեհապարին հեռացնելու գործում և ԿՊՕ-ում խոսում են, որ նա զադնի չի դնելու այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել։ Որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները։ Մանավանդ տեսա, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում։ Եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգևոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն անգամ տեսանյութեր և չեն խոշի դրանք հրապարակելուց։ Թեև չի բացառվում, որ ոչ մի կոմպրոմատ չկա, սովորության համաձայն մոնտաժված տեսանյութերով և ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով վախ տարածել։ Իդեպ օրեր առաջ ԵՊՀ ուսանողության հետ հանդիպումից հետո ուսանողներից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, թե հատուկ ծառայություններին հրահանգ է տվել Գարեգին Բ-ի կուսակրոնության խախտման վերաբերյալ ինֆորմացիաներ իրեն տրամադրեն, մի բան, որ իրավունքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի, և ուրիշի անձնական կյանքի մասին պաշտոնի չարաշահմամբ նման նյութեր պահանջելը քրեորեն պատժելի արարք է։ Ժողովուրդը գրում է, նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանը ներքին քննարկում է ունեցել համակարգի ներսում և մտահոգություն հայտնել հանրապետությունում ամեն օր հնչող կրակոցների ու դեպքերի վերաբերյալ, հրահանգել է գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի ասած ճռիկ-վռիկների մասով և ուժեղացնել օպերատիվ աշխատանքը։ Հրահանգի արդյունքում Մակարով զենքը կողքներին ամրացրած անձինք են 3 բաժիններ տարվել։ Ժողովուրդ օրաթերթը դիմեց ՆԳՆ լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ ամենօրյա աշխատանք է արվում, ակտիվացվել են որոշ գործողություններ։ Հրապարակը գրում է. Բյուջետային քննարկումների շրջանակում 3 ազգային ժողով էր եկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որը ի տարբերություն նախորդ անգամների ոչ այնքան ագրեսիվ, որքան մոլորված, անտեղյակ, ինչ որ առումով անադեկվատ պահված դրսևորեց արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին պատասխանելիս։ Գրեթե ոչ մի հարցի նախարարը չուներ հստակ պատասխան, ինչն ապացույց է այն բանի, որ հայկական կողմը, մասնավորապես Ադրբեջանի հետ ոչ թե բանակցություններ է վարում, այլ տեղի տալով շանտաժներին ուղղակի կատարում է թշնամի պետության հակահայկական պահանջները։ Միակ ողջունելին թերևս այն է, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և այլ կարկառուն ԿՊԱ-ական պաշտոնյաների Միրզոյանը չստեց հայտարարելով, թե իրենք խաղաղության դարաշրջանը վաղուց բացել են և պատերազմի վտանգ չկա ու չի է լինելու։ Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրը և ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա, հայտարարեց նա։ Նույն աղբյուրը գրում է Երևանի քաղաքապետարանն իր պատմության մեջ երբևէ այսքան տուրիստական գործուղումներ չէր տեսել, երբևէ քաղաքապետարանում աշխատողներն այսքան գործուղումների չէին մեկնել, որքան ԿՊ-ի և ԿՊԱ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի ժամանակ։ Նրա կառավարման ընթացքում քաղաքապետարանի բարձր պաշտոնյաներն աննախադեպ թվով տուրիստական այցեր են իրականացրել, այդ թվում հենց ինքը Տիգրան Ավինյանը գործուղում անվան տակ։ Դրանց հիմնական մասը կատարվել է Երևանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին, ասել է, թե երևանցիների գրպանից, բարձրացված ուղևորցի, կարմիր գծերի վճարների, աղբահանության և մյուս տուրքերի բազմապատկումից։ Նշենք, որ այս տարվա բյուջեով գործուղումների համար նախատեսված է 60 միլիոն դրամ, ինչը ըստ ամենայնի շատ քիչ է նման տեմպերով վոյաժների մեկնող պաշտոնյաների համար։ Մեզ բացատրեցին, որ եթե նախատեսվածից ավելի գումար ծախսեն գործուղումների վրա, հետո բյուջեի վերաբաշխում կանեն։ Նկատելի է, որ գործուղումների ավելի շատ մեկնում են քաղաքապետը, փոխքաղաքապետերն ու աշխատակազմի ղեկավարը, ինչը նշանակում է, որ դրանք աշխատանքային այցեր չեն, այլ տուրիստական վոյաժներ։
Հրապարակում նաև կարդում ենք Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կսկտու տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորոնու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը, այլ մանրամասներ չներկայացնելով ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ։ Թոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես այրվող պարաշուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ։ 62-ամյա դերասանը 16 նման ցատկ է կատարել։ Եղանակ վաղը կեսօրին կարճատև անձրև է սպասվում, ջերմաստիճանն էլ բարձրանում է։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։